Շնորհակալություն, մեծարգո պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, խոսքս ուզում եմ սկսել շնորհավորանքով, ուզում եմ շնորհավորել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, իր կողմից ներկայացված որպես վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նշանակման կապակցությամբ Եվ նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք քննարկում ենք ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը եւ մեր խմբակցության կողմից ներկայացվել է պարոն Ռուբինյանի թեկնածությունը։ Պարոն Ռուբինյանի հետ աշխատելու ընթացքում եւ այս ընթացքից կարող եմ անել հետևություններ եւ ասել, որ պարոն Ռուբինյանին ճանաչում եմ որպես արդարամիտ, պարկեշտ, ճկուն միտք ունեցող, շատ հումորով անձնավորություն եւ այստեղ քննարկվում էր պարոն Ռուբինյանի կենսագրությունը, պետք է ասեմ, որ պարոն Ռուբինյանը իր երիտասարդ տարիներին, երբ շատերը բամբակների մեջ մեծանալով շատ հաշտ ու համերաշխ էին ժողովրդավարության դեֆիցիտի հետ մեր երկրում, պարոն Ռուբինյանը իր երիտասարդ տարիները եւ ժամանակը դրել է այդ պայքարի մեջ, որպեսզի այսօր հաստատվի Հայաստանի Հանրապետության, որը պսակվեց հաջողությամբ 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում, որի արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեով ձևավորում է իշխանություն եւ իշխանությունը չի ձևավորվում կուլիսներում։ Իսկ այդ ընթացքում որոշ երիտասարդներ շատ հաշտ ու համերաշխ ապրում էին անսկզբունք եւ որևէ խնդիր չունենալով ոչ խոսքի ազատության դեֆիցիտի հետ, ոչ ժողովրդավարության դեֆիցիտի հետ։ Եվ այս պահին պարոն Ռուբինյանը միակ առաջարկը, որ արել է այս ընդդիմությանը, ասել է, որ եկեք մնանք բարեկրթության եւ քաղաքավարության շրջանակում։ Ոչ ոք չի առաջարկում լինել քաղաքական համագործակցության ուղեցրում, որովհետեւ այո, մենք սկզբունքորեն գտնվում ենք տարբեր տեղերում քաղաքական առումով, որովհետև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ անկախությունը մեզ համար դա կարմիր գիծ է։ Հիմա այստեղ մի հետաքրքիր բան է տեղի ունենում, աջ կողմում գտնվող ուժը, եթե նկատեք, բոլոր ներկայացուցիչները, ովքեր այստեղ խոսեցին Հայաստան դաշինքից, բոլորը խոսում էին լեգիտիմության մասին։ Եվ երևի ինչ-որ արհեստական բանականության միջոցով այս կամ այն կերպ փոխակերպված նույն տեքստը գրեթե բոլորից հնչել է։ Եվ խոսում էին նաև Տիկին Վարդանյանը նշում էր, որ բանը չի վստահում կամ չի հավատում պարոն Ռուբինյանին, ձեզանից ոչ ոք վստահության քվե չի ուզել Տիկին Վարդանյան, Քավլիցի, եւ ուզում եմ դիմել ուժեղ Հայաստան խմբակցությանը, որովհետեւ այն խոսույթը, որը ձևավորել է Հայաստան դաշինքը, իրեն ապահովել է 5 տարում 0.5 գործակցով ամորտիզացիա, մաշվածություն։ Եվ այս պահին այդ ուժը այստեղ ներկայացված է 0.5 գործակցով։ Չեմ կարծում, որ արժի հետևել այդ օրինակին եւ այն բոլոր ես նաեւ հասկանում եմ ձեր այսպես ասած երկմտանքը, որովհետև նման առաջարկի ըստ երևույթին դուք չէիք սպասում, դուք սպասում էիք, որ պետք է այստեղ ինչ-որ այսպես բանավեճ լիներ կամ ինչ-որ սուր, ինչ-որ բաներ, վիրավորանքներ լինեին, որոնց դուք արձագանքեիք, բայց դուք ունեք ինքնուրույն մտորելու եւ ժամանակ եւ կարծում եմ հնարավորություն հասկանալու համար, թե ինչ է առաջարկում այս պահին Ռուբեն Ռուբինյանը եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Եվ այդ առաջարկը հնչում է ոչ թե իշահ մեզ, ոչ թե իշահ ձեզ, այլ իշահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, իշահ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի որպես ինստիտուտ կայացման եւ հեղինակության առնվազն չանկման համար։ Երևի թե այսքանով կսահմանափակեմ, հա, մեկ էլ այստեղ բան է հնչում, որ տեղեկատվական տերոր է եղել ընտրությունների ժամանակ եւ մասնավորապես դա պարոն Քոչարյանը հնչեցրեց ինչ ականջս ծակեց, որովհետեւ ես շատ լավ հիշում եմ 2021 թվականին, երբ մեր որդիների նկատմամբ կատարված գրոհը
տեսանյութերի միջոցով ամբողջ երկրով ցուցադրվում էր։ Եվ նույն բանը արել է նաև ձեր ուժը, պարոն Կարապետյան, այդ տեղեկատվական տերորը 300,000 ադրբեջանցիների եւ էլի տեսանյութերի։ Հարգելի գործընկերներ, սա ձեր Facebook-յան էջերը չեն, սա կրկեսի արենան չէ, եւ գործընկերս խոսեց այս ամբիոնի կախարդական ուժից, այս ամբիոնի կախարդական ուժը կայանում է նրանում, որ այստեղ հնչած բոլոր արտահայտությունները, որոնք դուք անում եք, իրենք վաղ թե ուշ դուրս են գալիս ջրի երես եւ այո, այս ամենը հանգում է նրան, որ ճշմարտությունը այստեղից միշտ դուրս է գալու։ Հետևաբար խորհուրդ եմ տալի այս դրամաբանությամբ մոտենալ հարցին եւ նաեւ պարոն Վարդևանյան, ես ձեզ մի բան էլ ասեմ, ձեր արտիստիզմը իհարկե տպավորիչ է, բայց ուզում եմ հիշեցնել, որ այս ամբիոնը տեսել է Նաիրա Զոհրաբյանին։ Շնորհակալություն։